Օգոստոսի 8-ի ընդհանուր հայտարարության հիման վրա եւ փոխըմբռնման հուշագրերի հիման վրա որոշակի աջակցության ստորագրում էր։ Հիմնականում դա ուղղված է TRIP-ի կարողությունների զարգացմանը։ Բոլոր այս քայլերը եղել են պատմական եւ մի քանի ամիս առաջ մենք չենք մտածում, որ մենք կհասնենք այսքան առաջընթացի այս ժամանակում, թե պետք է նաև բավականին մեծ ճանապարհ, որ դեռ պիտի անցնենք։ Վաշինգտոնում նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, ինչքան ավելի շուտ խաղաղություն հաստատվի, այնքան ավելի արագ մենք հնարավորություն կունենանք օգտվել տարածաշրջանում դրա օգուտներից։ 1991 թվականի Ալմատայի հռչակագրի վերահաստատումը ցույց է տալիս, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանների դելիմիտացիա, ինչ անհրաժեշտ քայլ է դեպի խաղաղություն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը նույնպես կարևոր է TRIP-ի տեսլականը կյանքի կոչելու համար, որովհետեւ դա հնարավորություն է տալ կապել Կենտրոնական Ասիան Եվրոպային միջին միջանցքով Կարս-Գյումրի փոխկապակցությունը կարող է գալ հասնել Նախճեվան եւ կարող է առաջ տանել այս նպատակի իրագործումը։ Վարչապետ Փաշինյանը հրաշալի ընդհանուր պատկեր ներկայացրեց TRIP-ի վերաբերյալ, ինչպես նաև հիմա մանրամասն քննարկվում երկկողմ ձևաչափով Հայաստանի հետ բազմաթիվ հարցեր։ Ես չեմ ուզում մտնել մանրամասնի մեջ եւ կրկնել ինչ որ ասվել է, ինչպես վարչապետ Փաշինյանը ասաց, օգոստոսի 8-ի համաձայնագրի իրականացման համար երկկողմ աշխատանքներ են կատարվում։ Մենք Հայաստանի հետ փորձում ենք ստեղծել մի կազմակերպություն, որը կստանձնի TRIP-ի իրականացման պատասխանատվությունը եւ սա նաեւ ապահովել է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը։ Երբ այս հիմքերը ստեղծվեն, մենք կներգրավենք գործընկերներին, ինչպես նաեւ այս սենյակում ներկայացված շատերիդ, որպեսզի համագործակցենք ծրագրի իրականացման բազմամոդալ կապակցվածության կոմպոնենտը, ինչը քննարկեց այսօր վարչապետը։ Սա նաև վերաբերում է մեր երկկողմ փոխըմբռնման հուշագրեն որոշակի բաղադրիչներ անմիջականորեն օղված են խաղաղության խաչմերուկի եւ TRIPS-ի աջակցմանը։ Մի օրինակ տամ ձեզ։ Մեր աջակցությունը Հայաստանի կարողությունների զարգացմանը սահմանների համալիր կառավարման տեսանկյունից մենք վերջերս ընդունել ենք ԱՄՆ սահմանային եւ մաքսային փորձագետների խումբ, որոնք որ գնահատել են Հայաստանի սահմանների պահպանության, կառավարման եւ մաքսային ծառայության կարողությունների գնահատում եւ այնինչ որ մենք կստանանք զեկույցի արդյունքներում կօգնի Հայաստանին բարելավել եւ հզորացնել կարողությունները այս ոլորտում։ Մեր գործընկերների հետ Եվրոմիության կառույցներից մենք համագործակցում ենք նրանց հետ, որպեսզի առաջ տանենք այս օրակարգը։ Պետք է նաեւ կարևորել Հայաստանում Եվրոմիության քաղաքացիական մոնիտորինգի առաքելության արկայությունը, որը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանում կայունություն ապահովելուն։ Հիմա ժամանակն է, որպեսզի մենք բոլորս օգտվենք գալիք 3 ամիսների ընթացքում ձևավորված իրավիճակից, որպեսզի հասնենք խաղաղության, իրագործենք Հայաստանի պոտենցիալը, որպեսզի արևելքի եւ արևմուտքի միջև կայունության խարիսխ տնտեսական պոտենցիալ ունեցող մեծ գործընկեր եւ որպես կապակցության կենտրոն։ Շնորհակալություն։